Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ սա հետախույզի օրագիրը հաղորդաշարն է եւ տաղավարում հաղորդման հեղինակ Վովա Վարդանևն է, ողջույն պարոն Վարդանև։ Բարև։ Իհարկե մենք նախորդ անգամ էլ հարցեր բաց թողեցինք, բայց օրերս Նիկոլ Փաշինյանը եւ Սուրեն Պապիկյանը հանդիպում էին ունեցել, որի ընթացքում քննարկել էին բանակի համազգեստի նոր նմուշները։ Չգիտեմ հանդիպել եք, տեսել եք։ Տեսել եմ։ Նյութը ես ամեն դեպքում եւս մեկ անգամ ցույց տամ տարբերակը։ Փորձեցի ես ամեն դեպքում հասկանալ, թե որ դեպքում է համազգեստ փոխվում, ինչի համար է փոխվում, արդյոք մեր պայմաններին համապատասխանում է, բայց քանի որ ես չունեմ համապատասխան գիտելիքներ ու կրթություն, ինձ համար անհասկանալի է ու կուզեմ դուք որպես մասնագետ չէ, որպես նմանատիպ հագուստներ շատ մաշած, ճղած, օգտագործած եւ այլն։ Նաեւ առաջնահերթ դա կուզեմ որ մեզ ներկայացնեք, թե ինչու է նախ հիմա որոշում կայացվել փոխել համազգեստը եւ այս փոփոխությունը, այս նմուշները, որոնք ներկայացվում են, համապատասխանում են մեր պայմաններին։ Գանք sense մի պահի, որ առաջինը ես համազգեստի էքսպերտ չեմ, ես իրոք որպես օգտագործող, ոնց որ Սկրուջ Մակդաբի մուլտֆիլմի մեջ այդ բանը միլիոնատեր բադի վարորդ ասում է դու լսի ես ավելի շատ ինքնաթիռ եմ ջարդել, քան դու տեսել ես, ես այդտենց լիքը համազգեստ եմ փչացրել օգտագործելով, երևի այդքանով կարամ բան անեմ, պիտանի լինեմ այդ հարցին պատասխանելուց, ասեմ սենց, այս համազգեստը շատ նման է 80-ական, 90-ական թվականների ամերիկյան համազգեստներին, որքանով է ինքը արտատպում եւ որքանով է, ասենք, ավելի առաջադեմ, մինչեւ sense շոշափես, չհասկանաս ամեն մանրուք գրպանը, լիպուչկեն, կոճակը, նկատեցի ցեպեր կան, բանը կոշկել ցեպով, դա մարտի դաշտում շատ չմտածված շորերը կոչկելու ձև է, որովհետև ասենք ես համազգեստ եմ ունեցել, որ պալատկի կամ չգիտեմ եսի ինչ պայուսակի ցեպեր, շատ խոշոր, ջրամեկուսացված եւ այլն, բայց ինքն էլ է վնասվում։ Եվ երբ որ ցեպը վնասվում է, դու ելք չունես։ Երբ որ կոճակն է կոտրվում կամ կտրվում կամ չգիտեմ ինչա հետը լինում անհայտանում ասենք ինչ պատճառով դու իրա փոխարեն կարող ես ճուղ կարել ճուղ կոտրել համապատասխան չափսի որ մի կերպ մտնի ու ֆիքսի էլի ասենք ցեպին փոխարինող ոչ մի բան չկա то есть եթե շղթային ասում հա ասենք կոճկող դուրս չեկավ այդ պահը, որովհետև մտածված չէր կիրառելիության տեսակետից գոնե այդ կարևորագույն պահը։ Կարծում եք այդ համազգեստը, որը ներկայացվում էր, դա ներկայացվում էր նաև մարտի դաշտի համար, որովհետև ես նկատեցի, որ մի քանի շերտ էր եւ այն ժամանակ ես չեմ նկատել համենայն դեպս, որ այդքան 3-4 շերտով մարդիկ հագնում են։ Ես հետ եմ ասում ամերիկյանները 80-90-ական թվականներին իրանք մի քանի շերտանի էին։ Որն է իր առավելությունը։ Առավելությունը այն է, որ ասենք, երբ որ դու մի շերտը հագնում ես, ասենք այն տակի բաները մարմնին կպած բան, դրանք չհաշված, ասենք, երբ որ մի շերտ բաճկոն ես հագնում, հետո վերևից ավելի մեծ չափսի ձմեռային բաճկոնն ես հագնում, այդ օդը որը որ երկու բաճկոնների արանքում է, բան ինքը մի քիչ ավելի շատ ասենք ջերմություն պահում։ Ինքը մարտի դաշտում այնքան էլ կիրառելի չի, որովհետև ասենք մարտի դաշտում դու պիտի ունենաս գոնե զրահաբաճկոն քո վրա, իսկ եթե շատ թամբալ ես ու հղի տղամարդ ես, ասենք 6-7 ամսեկան ու չես կարում այդ քաշման տաս, գոնե պիտի ունենաս ռազգրուսկա, ժողովրդական լեզվով ասած լիվչիկ, որի վրա մագազիններն ես հագցնում։ Եվ այդ շորը պիտի թույլ տա կամ վերևից հագնելու դեպքում այդ բրոնեժիլետից կամ ասենք ռազգրուսկի վրայից ձեռքերով դոստուպ ունենաս մագազին հանելու, ասենք առանց ընդհանուր կոճակները քանդել կոճկելու։
ինչ որ անցքեր պետք է լինեն։ Կամ իրեն պետք է տակից հագնես։ Եթե իրեն տակից ես հագնում, այդքան շերտը բանա պիտանի չի։ Ասենք sense բան անենք, էլի ձմեռային եւ տակից դեմիսեզոն բաճկոնները։ Դեմիսեզոնը ամբողջությամբ, ասենք, բավարար է, որ մարմինը տակ պահի, զրահա բաճկոնն էլ էլի շերտա, չէ, ասենք մի քանի շերտ կտորա, հələ մի հատ էլ օթի հատված, որտեղ մագազինները, որտեղ զրահա թիթեղներ ա դրվում, կարճ ասած, ինքը կարա մարտական լինի։ Սա խնդիրն է, որ պիտի շոշափես, նայես որտեղ ինչ է, որտեղ ինչ ռեզինա կպցրած, որտեղ ինչ լիպուչ կա, ինչ կոճակ, սենց նայելով գույնը մի քիչ դե գիտեք ինչ, պիտի հաշվարկվի մեր ռելիեֆին, որն է համապատասխան բան։ Այ ես ուզում եի գույնի մասով մենք։ Գույնը դուրս չեկավ, ընդհանրապես նույն մոտեցումն է, ինչ որ առաջներում։ Գույնը որքանով է համապատասխանում մեզ։ Հետ եմ ասում։ Ինձ դուր չեկավ, որովհետև մի երանգի մեջ էր։ Բայց մենք լավ գիտենք, չէ, որ լինում է կանանչ ժամանակաշրջան մարտի դաշտում, ասենք սարերում, ձորերում, ել չեմ ասում լեռնաանտառային տարածքներում։ Լինում է, ասենք, տերևաթափեղած ժամանակաշրջան, երբ որ ամեն ինչ անես դեղին եւ շագանակագույնի մեջ է, այդ ասենք մի քիչ բռնում էր դրա հետ, բայց լինում է լրիվ մուգ շագանակագույն շրջան, որ դեռ ձունը չի եկել, բայց ամեն ինչ հնարավոր է, հողի գույն, այո, մուգ շագանակագույն, նույնիսկ սևին մոտ։ Դրա հետ ունես այնքան էլ չէր բռնում։ Կարճ ասած, եթե մենք խոսում ենք այն համազգեստի մասին, որը որ առօրյայում է եւ հնարավոր է մարտի դաշտում օգտագործենք, դա ուրիշ։ Իսկ եթե ինքը պիտի օգտագործվի, ինքը այդ ձևով օգտագործելի չի։ Ենթադրվում է երևի թե, կարծում եմ, ուղղակի ասենք պատրաստ չի եղել կամ ասել են մեկը, ասենք մարդիկ չեն հասկանում, սպիտակ մասխալատ, որ վրայից հագնես ձմեռային պայմաններում, երևի թե։ Եվ մենք մինչ այդ ձմեռային պայմանների համար համապատասխան համազգեստ ունեցել ենք։ Երբեք։ Մենք ունեցել ենք մասխալատներ, որոնք վրայից են հագել։ Դա կոմբինեզոնի պես բան է, իսկ կարա երկու կտորից լինի, վերև ներքև, ասենք, սպիտակ գույնի, որը հագնում ես ձմեռային շորերի վրայից։ Եվ սպիտակ ֆոնի վրա, ասենք, այդ քեզ հնարավորություն ա տալի այնքան չերևաս, օպտիկական սարքերով կամ ասենք աչքով։ Պարզա որ ջերմատեսիլը կնկատի, բայց գոնե օպտիկական սպեկտրի մեջ դու այնքան էլ տեսանելի չես լինելու։ Նույն ձևով, ասենք, ամառային կանանչ գույնի մասխալատ ենթադրում եմ, երևի թե ասենք ուղակի մտածել են, մեկա չեն հասկանում, ասենք խիբերենք ավելի նոր չոր ցույց տանք, հենա սենց տպավորիչ է մի քանի շերտ, բան սենց հնարավոր է էլի, ասենք այդպես մտածելակերպ ա եղել, դրա համար ասենք սպիտակ շատ ավելի մեծ, որ ձմեռային իվրից հագնես, եւ կանանչ մասխալատ, որը տերևի եւ ասենք ապրիլի վերջից մինչև մոտավորապես հունիսի մեջտեղ ամբողջությամբ կանանչ սարերի համար, ասենք ավելի լավ քողարկիչ կլինի, երևի մի ինչ-որ կոմբինեզոն էլ կամ թեթև հագուստ, որը որ այդ շորերը հանելու դեպքում sense կոմբինեզոնի պես կհագնես բարակ շերտ ինչ-որ հագուստի վրա, երևի դրանք ուղղակի չեն ներկայացրել։ Հակառակ դեպքում սա universal, այսպես ասած, universal բանն է, սկզբունքն է, որը որ բանա էլի քառակուսի մտածելակերպի հետևանք է։ Կարծում եք մասնագետների հետ քննարկված չի սա։ Դե եթե մասնագետներին հաշվենք, որ մեր գումարտակի տղաներն են, ովքեր որ Երևակայի ամենագրագետ ֆիրման են ստեղծել Հայաստանի Հանրապետությունում ռազմական հագուստի, ամենը ու մի գրամ չեն բանանում, էլի ԶԳՍՏ կամ զգաստ, ասենք, հիմա հիմակը իրենց հագուստն է, եթե կանանչն էլ տեսել եք մի քիչ ավելի մուգ է, էլի իրենց կարած հագուստն է, իրենց պես գրագետ չկա ռազմական հագուստի մեջ, եթե իրանց հետ կոնսուլտացիա են արել, շատ լավ է։ Եթե չեն արել, հերթական անգամ հանդիպում ենք գոռոզ քառակուսի մտածելակերպին, որը որ արտատպում է ինչ որ լավ բան ուրիշից չհասկանալով, որ դա մեր մոտ
լավ չի ծառայելու։ Եթե կոնսուլտացիա չեն արել լավագույնների մոտ, ոնց որ ասենք դու ունես Վիկտոր Համբարձումյան, բայց աստղադիտարանի հետ կապված հարցերը դեռ ոչ հանգուցյալ Վիկտոր Համբարձումյանի հետ չես քննարկում։ Դա խոսում է քառակուսի մտածելակերպի կամ ասենք այս աման նիմնա թող չմոտենաս այս լագյան նիմնա այդ մտածելակերպը կարա լինի, դե գիտեք հայկական ասենք ոնց է իշխանությունն էլ են այտենց ասենք ձգտում են իշխանության մեծ սիրուն բառեր ասելու, բայց ոնց տեսել ենք վերջի 30 տարվա մեջ միշտ լագյանի մոտ ձգտելու խնդիրն է ու լագյանը պահպանելու խնդիրն է։ Տհաճ բան եմ ասում, ցավալի, բայց իրականություն է, այո։ Պարոն Վարդանов, չգիտեմ դուք տեղյակ եք եւ կարելի է դա բարձրաձայնել թե չէ, բայց ակնհայտ է, չէ, որ եթե այս փոփոխությանը գնանք, դա բյուջեից հսկայական այսպես մինուս է արվելու։ Ու մենք շատ լավ գիտենք, թե մենք ինչ խնդիրներ ունենք։ Արդյոք պրոֆեսիոնալ բանակ երբ ասում ենք ու փորձում ենք այդ ճանապարհով գնալ, սա երկրորդ կամ երրորդ տեղում են, որը պիտի մեր բանակը աներ։ Դուք ո՞նց եք կարծում, արդյոք առաջնային անհրաժեշտություն կար ու ինչ տիպի գումարների մասին կարա խոսք գնա։ Սրա անհրաժեշտությունը կար երևի 4 տարի առաջ։ Ինչու 4։ Ասեմ, 20 թվականից պարտվածի հագուստ էր հայկական համազգեստը եւ հոգեբանորեն այդ համազգեստը փոխել էր պետք 21 թվականին։ Հիմա ինչի համար է փոխվում, ես չգիտեմ։ 4-րդ հանրապետության։ Որտեւ ինքը ուշացել է, իմաստը կորցրել է համազգեստի այդ գույնային փոփոխությունը։ Չեմ կարծում, որ ինչ-որ առավելություն ունի այդ գույնը։ Չկա ոչ մի առավելություն, եթե ճիշտ է խոսանք, չեմ տեսնում։ Կիրառելիություն, ասենք, համազգեստի գույնի չեմ տեսնում։ Հնարավոր է այդ հայկական բանակի այսօրվա գույները ինչ որտեղ այդ մի քանի շերտ հագուստով բանով, ասենք, նույնիսկ ժիլետ կարելի էր ավելացնել, որտեղ սարերում հաճախ ամռանը դու չես կարում, ասենք, բաճկուն հագնես շոքա, բայց ներքին օրգաններդ, ասենք, շատ արագ մրսում է թեթև քամուց բանից ու ժիլետը փրկում է նմանված, այստեղ ժիլետ չկար։ То есть ուզում եմ ասեմ մասնագետների հետ երևի չեն խորհրդակցել, էլի։ Մի քանի խորհուրդ կուզեմ ես դուք տակ, պարոն Վարդանով, ամեն դեպքում։ Դե այդ կարողը արդեն իր փայ, ասենք, բանը բյուջետային գումարները բանանելու, իրականացնելու, կիրառելու եւ բանը պատվեր կատարելու ճանապարհին, չեմ կարծում, որ իմ խորհուրդները ինչ որ բան կփոխեն։ Ոնց որ ասեցի, այդ 3 բան հաստատ պիտի ավելանա։ Ժիլետ ձմեռային սպիտակ համազգեստ եւ ամառային կանաչը ավելի շատ համազգեստ, ասենք, որը որ այդ երկուսը ձմեռայինը եւ ամառայինը կարան լինեն թեթև շատ բարակ, ասենք, կամբինեզոն վիճակում կամ ասենք երրորդը կարելի էր ավելացնել, ասենք, պանչոյի պես էժանելի բան եմ ասում, խանութներում դա 2000-2500 դրամ է ծախվում, մոտավորապես 2 մետրը 1.5 մետրի վրա, թե 2.5-ը 1.5-ի վրա գլխի ծակով պանչո է, էլի, վերևից հագնում ես ու անձրևից պաշտպանվում է։ Էդի արդեն կարելի է ավելացնել արդեն 4-րդը եւ ժիլետը։ Էդի ավելացնելու բաները մի բան հաստատ պիտի հանվի, եթե իրանք ունեն այդ հնարավորությունը, գումարային կամ ուղեղային, ցեպերը պետք է, ասենք, չկիրառվեն կոշկելու հարցում։ Գրպանի մեջ, ասենք, որը որ էլի ֆունկցիոնալ է, բայց մրսել, չմրսել, հիվանդանալ, կորցնել մարտունակությունը դրա հետ այնքան էլ կապված չեն, ինչ որտեղ, բայց կենտրոնական հատված ունենալ ցեպեր շատ սխալ է առանց դուբլելու կոճակով։ Ու ասենք հիմա իմ պլաշը համ ցեպով է կոճկվում, համ կոճակներ ունի։ Դա նորմալ է։ Այլ ընտրանքային հնարավորություն է։ Այո, դա հնարավորություն է տալի ցեպը փչանալու դեպքում կոճակներով յոլա գնաս։ Կարճ ասած, դա այդպես։ Բյուջեի մասով, ես ինչքան գիտեմ, մենք տարեկան 1 միլիարդ պարտք ենք անում, չէ՞։ Իսկ մեր բանակի ծախսերը 1 միլիարդ ավելանում է։ Так что տեղ կա երևի այդ ծախսերը անելու։
Հետո համազգեստը մշտապես պետք է արտադրվի մշտական եւ նորը հագցնես։ Հայկական զինված ուժերում չգիտես խի ավելի երկար ժամանակ էր նախատեսվում համազգեստը կրելու։ Ու հասկանալի է խի, որտեվ պարապմունք չկար, մարդիկ կազարմաներում մուկ էին տշում, աֆիցերներով, զինվորականներով ասենք, եւ քանի որ չես մարզվում, ինքը երկար է դիմանում։ Փափուկ տեղը կարող է մի քիչ մաշվի, ասենք, վсё։ Տանուր համազգեստը թարմա մնում։ Եթե շատ չլվանաս, որ գույնը ամբողջությամբ թափի, յոլա է տանում։ Սովետական բանակը նախատեսում էր զինվորի մշտական մարժանքներ։ Դրա համար ինքը ավելի կարճ ժամանակահատվածով էր տրվում համազգեստը։ Կարծում եմ, ասենք, մենք չպիտի համազգեստի ծախսից խուսափենք, էկոնոմիայի մասին մտածելը սխալ է, անուղեղ մոտեցումը բանը տենդերների հարցում հայկական, որ այսքան ենք նախատեսել, սրանից ներքև ով ցածր ասի, ամենացածր տվողը, ցածրը, դա նշանակում է ես կարող եմ թղթից կարեմ, բերեմ, հա, ասենք 5000 դրամ ասեմ, այն ինչ որ ասենք ռեալի մեջ պիտի արժենա խոսքի օրինակ 100,000 ու ես կարող եմ ու այդ շատ են անհեթեթ մոտեցում, այլ շատ վերին չափով, էլի ասենք, էլ չգիտեմ, ինչ ձև բոլոր հարցերում, մենակ ռազմական հարցերում չէ, շատ հիմար մոտեցում է, որը ձևավորվել է վաղուց, քանի որ ընդ շոր ուրիշ ձևերով էին մարդիկ փողեր աշխատում, հա, հիմա շարունակվում է դա։ Դա շատ սխալ բան է, վերացնել է պետք, ու այս համազգեստը, եթե իր կոմպլեքսային արժեքը լինի նույնիսկ 120,000, 40 կամ 50,000-ի փոխարեն, ինչի՞ չէ, ասենք, կոնկուրսը արեք, ասենք, թեկուս այդ 120,000-ով կամ այս պահանջները դրեք, որ այս կտորի խտությունը, այս որակը, բան, ասենք, ու ձեր առաջարկությունները։ Մարդ կա հիմա անկուշտաբար, հիմա կարող է այդ արտադրողը, այդ կարող է անկուշտաբար 60% եկամուտ մեջը մտցրել, կարող է։ Ուրիշը կարող է մտցնի 20% կամ 14, այդ դեպքում, հա, հասկանալի է, բայց պայմանները ամբողջությամբ պետք է նկարագիրը տաս, ասենք, թե կտորի, թե հաստության, թե գործվածքի խտության, ամեն հատվածում գրպանում, բանում, կարճ ասած, մի հատ այսպես փաթեթ պետք է պատվեր ձևավորես ու դրա մեջ իրենք մինիմալ բան առաջարկությունը առաջարկեն։ Ես կարծում եմ հույս ունեմ, կարճ ասած բյուջետի խնդիր չի։ Մեկը բյուջեի մեջ նախատեսվում է մշտապես բան անել, իսկ այն 5 արասները կարան 25 օրյա ռեզերվիստներին տան ու դրա մեջ ոչ մի այդպես բան չկա էլ։ Անվտանգային տեսանկյունից, տեսեք, այս կտորները միշտ բերվում են դրսից, մենք չունենք այդքան հումք, որ այս հագուստը կարվի։ Անվտանգային իմաստով ինչ աշխատանք պետքա տարվի։ Արդյոք պետքա վերահսկվի եւ վերահսկվում է։ Անվտանգային ինչ առումով, որ կարողա չգա, թե կարողա չգիտեմ ինչ մեջը բոբոներ արածելն են։ Այո, ամեն ինչ։ Դե որ մեր հակառակորդի տարածքով սնունդ ծորեն են բերում, մեջը բոբոներ շանս չկա անելու, հա։ Սնունդի մասին է խոսքը։ Դե ես չի ուզում դες հետ քննարկել, ես համազգեստի մասով։ Համազգեստի մեջ ինչ պետք է անեն, ասենք, ալերգեն ինչ որ փոշիներ փչեն։ Չգիտեմ, դուք ոնց եք պատկերացնում, հնարավոր է։ Հնարավոր է, հա, ասենք կտորի մեջ ալերգեն ինչ որ փոշիներ անեն, որ խոսքի 100-ից 30-ը ալերգիա ունենան, ասենք չկարնան էդի հագնեն, քորը առաջանա ես։ Լուրջ խնդիրներ չկան այդ իմաստով կարծում։ Չէ, լուրջ խնդիր է, խի լուրջ չի, բայց եթե սնունդն ես բերում այն տարածքով, որ ասենք հային մորթել են ու դրա համար պարգևատրվել են, հային մորթել են ու ասենք ձերբակալվել են Մոսկվաներում անձամբ պրեզիդենտի խնդրանքով իրեն բաց են թողել են ֆիթնեսի դասատուի հետ հայերին ասենք բռնել են տերորիստների նման ասենք ձևական դատ են բանանում իրենք են տերորիստի նման այդ պետություն կոչվածը Բաքվի հանրապետություն ու այդ տարածքով գալիս է սնունդ ու դրա մեջ ինչքան բան կարան անեն ինքը 4-րդ 5-րդ պլանի բան է, էլի ավելի արդիական զրույցած հորենը ավելի լուրջ բաներ կան։ Անկամ նավթամթերքն ավելի լուրջ։ Պատկերացնեք նավթամթերքի մեջ ինչ խաղեր կարելի է տալ, քիմիական։ Այսօր ամսի 18-ն է, որ մենք ձայնագրում ենք եւ առաջին պաշարները նավթի արդեն եկան, Սոկար
միջոցով։ Այդ մասով ինչ ունեք ասել։ Ինչ ասես կարա արվի, ասենք որ թեկուս ֆինանսական վնասներ հասցվի, դե մենք հիմար ենք, չէ՞, ասենք, ես լուրջ եմ ասում, իրականում հիմար ենք, կակ մինիմում, ասենք, որոշ իշխանությունները քաղաքային, ճանապարհատրանսպորտային կանոնները գրող, կազմակերպող այդ դվիժեն, որտեվ չեն հասկանում, որ երբ որ պրոբկեն ձևավորում է իրանց անգրագետ բանով եւ ամսվա մեջ $1 միլիոն վառելիք է վառվում իրանց պատճառով այս խաշմերուկում, այդ $1 միլիոն վառելիքը մեր գրպանից է ընդհանուր հայ ազգի պետություն, սեփական հիմնարկ, անձնական սեփականություն, մենք ընդհանուր մի հատ գրպան ունենք, ազգային կասա, մենք ազգին ենք աղքատացնում $1 միլիոն, որովհետև անգրագետ մոտեցում ենք ցուցաբերել ինչ-որ խաշմերուկի կարգավորման հարցում եւ ընդ մշտապես պրոբկեկ են լինում եւ այդ պրոբկեքի հոսքը ավել վառելիք է, չէ՞, ծախսում նույն ձևով ասենք այդ բոլոր հարցերին պետք է մոտենաս ու եթե ինչ որ բան լցնեն, ասենք նավթամթերք, որը որ քլորիդների պատճառով թուրքական նավթամթերք քլորիդների պատճառով ռումինական մի հատ գործարան է վարի տվել եւ այն մնացած խմբականակից 60,000 տոննայից ասենք հրաժարվել են ռումինացիք, որովհետեւ մի գործարան վարի է գնացել։ Մեջը քլորիդներ կար։ Կարամ բացատրեմ ինչ բանա քլորիդները։ Հիմա այդ քլորիդները, եթե ասենք մեր նավթամթերքի մեջ, մեր զեկող խմբականակի մեջ լինի, հետնել ինքը միտումնավոր չի արել, տես անգամ ՆԱՏՕ-ի երկիր Ռումինիա է ուղարկել, վայ կներեք, շփոթվել եմ։ Քանի ավտոմեքենայի շարժիչ է վարի գնալու, այդ ազգային գրպանից ինչքան փող է գնալու, ասենք վարի։ Միջինը հաշվենք $2000, ասենք մեքենայի շարժիչները, հաշվի առնելով մեծամասնությունը, որ արտասահմանյան մեքենաներ են, ասենք ոչ բանի Եվրազեսի ռուսական չեն մեծամասնությունը $2000 ասենք 100,000 մեքենա վարի գնաց ինչ է դառնում հսկայական գումար մենք հսկայական գումար ասենք $200 միլիոն փող ենք կորցնելու եթե մեջը քլորիդները լինեն այդ քլորիդները այնքան էլ հեշտ չեն հայտնաբերվում հակառակ դեպքում Ռումինիայում գործարանը վարի չեր գնա Հիմա մենք ինչքանով համոզված լինենք, որ մեզ այդ նավթամթերքից չեն տալի։ Ոնց ենք դա ճշտելու։ Կամ ուրիշ են տալի, մեկ է պահի տակ հոп էդի սրսկեցին։ Եվ ընդամենը ասենք մեր 1 միլիոն մեքենայից 100,000-ը լիցքավորեցին այդ բենզինով։ Ընդամենը 100,000-ը։ Կարա այտենց լուրջ վնասներ լինի։ Մենք ռիսկեր գնահատել, հաշվի չենք առնում, որ ձեր գրպանի սեփականությունն էլ իմ սեփականությունն է եւ փոխադարձաբար էլի ասենք մենք ընդհանուր մի ազգ ենք եւ մեր բյուջեն, մեր աշխատածը, մեր բանկային հաշիվները, մեր ծախսածը դա սա ընդհանուր է, ուղղակի բաժանված է։ Հիմա ոնց որ իմ ընդհանուր ասենք մարմնի վրա ես տարբեր շորեր եմ հագնում, բայց դա չի նշանակում, որ եթե ես վերնաշապիկը հագնում եմ, իմ ոտերն է տականում, չէ՞։ Բայց ինքը ընդհանուր ծախս է իմ ընդհանուր մարմնից։ Եվ ոտերս կարող է մի քիչ ավելի էժան բանա կոշիկ հագնեն, որովհետև սա եմ առել։ Սա կապված է իրար հետ, մենք մի մարմին ենք։ Այ շատ ճիշտ տեղ ասեք, ճտկակոշիկների մասով նաև դա էլ է փոխվում։ Նկարում տեսակ երևի, տեսանյութի մեջ կամ թե գույնն է փոխվում համազգեստին համապատասխան ու կարծես վիզուալ էլ տեսքի փոփոխություն կար։ Առհասարակ ճիշտ տարբերակը որն է, ներսից, դրսից ու շոշափելով, այտենց չես կարող ասես։ Գույնը համազգեստի հետ խոսացրած է, դա այնքան էլ վատ չի, որովհետև շատ այնց ծիծաղելի վիճակներ ա լինում, լավ քողարկավորված ասենք մեկը էթում ա ու սև բացինքեքը պլ փայլում այլ ասենք դա ինքան է ճիշտ չի դրա համար լավ սնայպերները երբեք ասենք սև բացինքեքով մարտի դաշտ դուրս չեն գալի որովհետև իրենք մենակ են կռվում մարտի դաշտում լավագույն դեպքում զույգ եւ շատ անպաշտպան են ասենք հայտնաբերվելու դեպքում դες գույնային բանը ասենք դեմ չեմ բայց շոշափես, հագնես, փորձես, հասկանաս, նայեք,
Ես մեկ-մեկ որ ասում եմ ամեն ինչը պետք է ադապտացվի, նաև մարմնի հետ կապված հարցերը պիտի ադապտացվեն։ Հայերի մոտ հիմնականում ոտի պադիոմը մի քիչ ավելի բարդ է, ասենք, քան եվրոպացիների մոտ, էլ չեմ ասում չինացիների մոտ։ Դա հաշվի առած թե չէ։ Մեր մոտ կրունկի հետևի մասը ընդգծված է, շատ-շատերի մոտ ոչ։ Հայկական, ասենք, ոտքերը հիմնականում բուտիլեշնի են, ասենց շշաձև են, չնայած պադիոմը, կարճ ասած, պետք է մարդու ֆիզիոլոգիան, գենետիկ, ազգային նկարագիր, ոնց որ ասած ձևով չանել էլի չի կարելի։ Դաժե համազգեստի հարցում, կոշիկի հարցում չի կարելի։ Ուղղակի չի կարելի։ Հուսամ այդ ամեն ինչը արված, ասենք, ճիշտ ադապտացված է։ Տեսքը չի էլի միայն։ Հա, դե մենակ իր գույնը եւ ալյա 5 շերտ ոնց որ ամերիկյան բանակում չի էլի, ասենք։ Պարոն Վարդանև, մենք մի քանի րոպե ժամանակ ունենք, մի հարց էլ կա, որ կուզեմ անպայման քննարկենք, այ հիշում եմ, որ հատկապես պատերազմից հետո շատ էին քննադատությունները այն մասով, որ մենք փողոցներում պարբերաբար տեսնում ենք մարդկանց զինվորական հագուստով, ու այդ հարցը կարծես թե չի կարգավորվել մինչ օրս։ Մենք էլի շարունակում ենք այդ մարդկանց տեսնել, որոնք զինվորականների հետ Ես համարել եմ սխալ, միշտ էլ ասել եմ, որ համազգեստը պետք է շատ լինի, մարդու աչքը պետք է սովորած լինի իր համազգեստին։ Ուրիշ բան, որ այդ համազգեստը, ինչով։ Այդ որ Ֆրանսիաներում, ասենք, ու չգիտեմ, Նորվեգիաներում, Ֆինլանդիաներում համազգեստով, միլիտարի սթայլի մեջ, բանակային համազգեստով մարդիկ ֆրֆռում են, նորմալ է, մեր մոտ աման։ Ես մի հատ դոջիկ վիճակ ասեմ, ասում էին ենթադրենք շինարարություն անող։ Ես հասկանում եմ դու ինչի ես։ Մարդը կամ ես ասեցի, եթե բանվորություն չես անում, ասենք։ Մի հատ դոջիկ վիճակ հիշեցնեմ, ասենք հիշվեցի, ու պատմեմ, ուրեմն քար վաճառում Մարտի դաշտից մի քիչ ենքում, դե ասենք պատերազմը դեռ տաք փուլ չի մտել, ասենք 16, 17, 18, 19 թվականին եւ որ հավաքներ էին կանում, անընդհատ ինձ զանգում էին, այդ քոնոնք են, խեն վազում համազգեստով դեպի Դադիվանք։ Հայկական համազգեստով, ասենք, վազում էին դեպի Դադիվանք 13.5 կիլոմետր ենքում, 13.5 կիլոմետր հետ։ Կարող է թուրք, արա հանճարներ Թուրքը գախնիկ է տար, ոչ թե կվազեր բացահայտ, ասենք մեծ խմբով էլի, ասենք, այն էլ առանց զենք։ То есть բացի դրանից թեկուզ զենք լինի, դու քո զինվորին, եթե քո աշկը սովոր չի, հետո քո աշկը ուրիշ զինվորներ կտեսնի։ Դու պետք է նորմալ ընդունես քո զինվորականի համազգեստը քո երկրում։ Հատուկ զինվորական համազգեստի օր կա Նորվեգիայում եւ կարծեմ Շվեդիայում։ Երբ որ բոլորը ով ցանկանում է համազգեստը հագնում, ելնում է փողոց։ Զինվորական ստորաբաժանումները ելնում են, ասենք, ֆրֆռում են քաղաքում, ամայրասաղ ոչ թե օդպուսկ են ստանում, այլ այտենց հանձնարարություն են ստանում, ելնում են հասարակության հետ շփվում են։ Ոստիկանի կողքը կանգնում են, իր ֆունկցիաներն են կատարում, օգնում են մարդկանց փողոց անցնել։ Ռազմական համազգեստով, լիվչիկներով, մագազին, բան, սա հագցրած։ Որ իր զինվորին իր քաղաքացին սովորականն նայ, սովորական այդ ագրեսիվ վայրենի մշտապես պատերազմների մեջ գտնված Նորվեգիայի հետ հարցս այն մասին էր, որ կարգավորում պիտի լինի, որ միայն զինվորականները մինչ դա մի քիչ առաջ ասեցի, դե պետք է քաղաքացիականն էլ պետք է քո համազգեստը հագնի, որ քո հայացքը բոլորը ամեն դեպքում բոլորը, այո, ուղակի կան զինանշաններ, որոնք որ զինծառայողը մենակ պետք է կրի։ Ասենք իմ վրա ոմայ է խփած։ Ես ոմայից եմ, դրա համար ոմայ է խփած։ Եթե զինված ուժերի էմբլեմա է խփած, ինքը պետք է զինծառայող լինի եւ համապատասխան փաստաթուղթ ունենա։ Եվ ռազմական ոստիկանությունը իրավունք չունի ոչ մեկին մոտենալու ռազմականացված հագուստով, բացի դրանից ում վրա կա զինվորական զինանշաններ։ Ասենք զորքի տեսակ, բանա, կոչում, եսիմինչ,
Եթե դա չկա, ռազմական ոստիկանությունը այդ մարդկանց հետ ընդհանրապես ոչ մի բան, մի քանի անգամ մոտեցել են, ասենք ոմայականներին, այ ախպեր, այ անգրագետ ջան, չես տենում, այ ռազմական ոստիկանի լավ կարկառուն ներկայացուցիչ չես տենում, որ իր վրա ոմա էմբլեմա է խփած եւ բանակային էմբլեմաներ չկա, մոտենում ես ինչ անես։ Ինչ։ Այդ համազգեստը խանութում ծախվում է։ Դու ոչ մի ձևով չես կարող ասես մի հակի, խես մոտեցել։ Էմբլեմա բանակային չկա, զորատեսակի չկա, այդ հասարակությունը պիտի ռազմական համազգեստին հայկական զինված ուժերի ծանոթ լինի, այնքան առօրյա հատված պետք է լինի իր համար, որ նույնիսկ չնկատի այս մարդը, չգիտեմ, սմոքինգով է, թե ռազմական համազգեստով է, թե ֆրակա հագը, թե ասենք ընդհանրապես ասես մի հատ նկարիչի ժաբոյով բանա վիլյուրից պիջակա հագը, ինչ տարբերություն։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Հետախույզի օրագիրներ ձեր եթերում, հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, առաջին խոսափողի մոտ ոմա հիմնադիր Վովա Վարդանովն էր, իսկ երկրորդի մոտ Մոնիկա Մամյանը աշխատեց։ Հաջորդ շաբաթ կհանդիպենք արդեն մեր վերջին թողարկումը հավանաբար տարվա ամփոփիչ եւ կհանդիպենք արդեն մյուս տարի։ Շնորհակալ ենք մեզ հետեւելու համար, հաջողություն։ Ստեսություն։